Եվ այսպես թրիպը դա նույն Զանգեզուրի միջանցքն է, այսինքն նախագիծ ուղղված նաև Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հարգելի հեռուստադիտողներ դարակազմիկ իրադարձությունների ժամանակաշրջանում ենք ապրում, նույն այդպես ասում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իրենց հետ շահկապված տարբեր անձիկ, գործիչներ, դարակազմիկ իրադարձությունների շղթայում եւս մի դարակազմիկ իրադարձություն տեղի ունեցավ սույն թվականի հունվարի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արարատ Միրզոյանը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում ունեցան, քննարկում ունեցան, հետագայում հրապարակվեց մի փաստաթուղթ, որը ամրագրում է, թվում է թե թղթի վրա ամրագրում է, թե TRIP նախագիծը ինչպես է իրականացվելու Հայաստանի Հանրապետության տարածքում, մի շարք հարցերը գոնե ֆորմալ առումով նշվում է թե ինչպես են այդ հարցերը կարգավորվելու այդ նախագծի շրջանակներում իշխանություններն արդեն հերթական անգամ ասում են վեր Ժորժ խաղաղությունը եկել է վաղը չէ մյուս օրն էլ սա էժան պոմիդոր ենք բերել Թուրքիայից Ադրբեջանից վաճառենք նո գլոբալ առումով քարոզչությունը հենց այս տրամաբանության մեջ է ընդհանուր բայց եկեք հասկանանք իրականում ինչ է տեղի ունեցել եւ արդյոք իշխանությունների կողմից քարոզված երևույթները իրականում գոյություն ունեն թե ոչ սկսենք հետեւյալից Հարգելի ընկերներ, ձեր համար զարմանալի չէ պատմական այն պահը, որը ընտրված էր այս փաստաթուղթը հրապարակելու համար։ Ինչու ենք պատմական պահի մասին խոսում, ի վերջո Հայաստանը վակուումում չէ, որ գոյություն ունի եւ մեր շուրջ մի շարք իրադարձություններ են տեղի ունենում առաջին հերթին մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում մենք տեսնում ենք որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բացահայտ կերպով անցել են այն տեսակ քաղաքականության իրականացմանը, որի վերջն արդյունքում իրենք տեսնում են Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխություններ, բախումներ են Իրանում տեղի ունենում արդեն մի քանի օր է տասնյակ եթե ոչ հարյուրավոր զոհեր կան, իհարկե արևմտյան լրատվամիջոցները նշում են օրինակ չգիտեմ 5000, 12000 զարմանալի չի, եթե ասեն 25000, բայց այնուամենայնիվ արձանագրենք իսկապես զոհեր վիրավորներ կան վառված մսկիթներ կան միևնույն ժամանակ մենք տեսնում ենք որ բացի երկրի ներսում արկա որոշակի գործընթացներից դրսից եւս ճնշում է գործադրվում Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել են նոր պատժամիջոցներ կիրառել բոլոր այն երկրների դեմ, որոնք Իրանի Իսլամական Հանրապետության հետ բիզնես են վարում 25% մաքսատուրքեր են սահմանվել այդ բոլոր պետությունների վրա, ովքեր բիզնես անելով Իրանի հետ, նաև որոշակի տնտեսական համագործակցություն ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Դոնալդ Թրամփը խոսում է հետևյալի մասին, որ Իրանի քաղաքացիները պետք է շարունակեն դուրս գան փողոց, ասում է, որ օգնությունը մոտենում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, միևնույն ժամանակ բացահայտորեն նաև կոչ է անում իշխանության զավթման ասում է հետևել որ քաղաքացիները պետք է շարունակեն դուրս գալ փողոց եւ եթե հնարավոր է գրավեն տարածքներ ու հենց այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներից մեկին բերման են ենթարկում Վաշինգտոն եւ ընդունվում է այդ հռչակագիրը կամ հրապարակվում է փաստաթուղթը որը ի թիվս այլնի արձանագրում է որ Հայաստան-Իրան սահմանին պետք է հայտնվեն ամերիկյան պետության ներկայացուցիչներ եկեք այսպես ձևակերպենք հարգելի ընկերներ Ձեզ համար զարմանալի չէ, որ մի քանի օր առաջ է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դիմաց բողոքի ակցիան Հայաստանում բնակվող իրանցիների կողմից, բայց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հենց այսօր է խոսում այն մասին, որ իրենք ունեն տպավորություն, որ Հայաստանը վերածվում է մի կենտրոնի, որից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ են իրականացվում։ Ուղղակի այդ բողոքի ակցիան պատրվակ էր ներկայացնելու Իրանի դիրքորոշումը այդ TRIP նախագծի վերաբերյալ ներկայիս կոնֆիգուրացիայով։ Տեսեք, սա Իրանի մասով, ընդհանրապես նաև արձանագրենք հետևյալը, եթե Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը փոխված չլիներ, միգուցե այս հին դեսպանը ընդհանրապես նույնիսկ ողջուն էր այն ամենը, ինչ Վաշինգտոնում հրապարակվել է, բայց ունենք այս պայմանությամբ մեկ այլ իրավիճակ։ Հիմա եկեք խոսենք Հայաստան-Ադրբեջան բանակցային ֆորմատի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք արտացոլված են այս փաստաթղթում, որովհետև հասկանանք, հրապարակված փաստաթուղթը եւ իրողությունները ունեն թե աշխարհաքաղաքական գլոբալ դրսևորումներ եւ թե արտացոլում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները առաջին հերթին Հայաստան-Ադրբեջան բանակցային տրեկի վրա Ադրբեջանը այս փաստաթղթով ստանում է ամեն ինչ, ինչ ինքը տարիներ շարունակ ուզում էր ստանալ Հայաստանի Հանրապետությունից։ Կրկին ասենք, մի քանի անգամ փաստաթղթում ընդգծված է, որ Ադրբեջանը դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով ստանում է անխոչնդոտ ճանապարհ, թող իշխանությունները բացատրեն, ինչ ասել է անխոչնդոտ ճանապարհ եւ ինչու է անհրաժեշտ անդադար այս ձևակերպումը օգտագործել։ Երկրորդը, ինչ էր ասում Իլհամ Ալիևը։
ինքը ուզում էր Արցախը առանց հայերի եւ ինքը ուզում էր կոմունիկացիան առանց հայերի։ Դրա համար ասում են, որ ադրբեջանցին, որը Հայաստանի տարածքով պետք է գնա Նախիջևան կամ Նախիջևանի տարածքով գնա Ադրբեջանի այլ հատվածներ, հայերի հետ չպետք է որևիցե առնչություն ունենա։ Ինչ է գրված այս փաստաթղթում, որ գոյություն է ունենալու ինչ որ մաքսային սահմանային վերահսկողության համակարգ, որը front office, back office տարբերակով է գործելու, սա շատ նման է, գիտեք, կարծում եմ կենցաղում եք դուք հանդիպել մարդկանց, ովքեր ընդմիջում կամ պերերիվ ասվածին ասում են lunch եւ coffee break, բայց իրականում բովանդակությունը այս ամեն ինչի չի փոխվում։ Նույնը հիմա վերաբերվում է սրան, բովանդակությունը այս երևույթի չի փոխվում, հարգելի ընկերներ, դու անգլերեն բառեր կիրառես, թե այլ բառեր կիրառես, հայ մաքսավորը կամ հայ սահմանապահը չի լինելու սահմանի, լինելու է front office-ի ներկայացուցիչ, ինչ որ outsource-ի հանձնված կազմակերպությունը այս ամեն ինչը կոորդինացնելու, բայց հայ մաքսավոր, հայ սահմանապահ չի լինելու։ Եթե լիներ, Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ տեքստով այս ամեն ինչի մասին կխոսեր։ Հաջորդը, տեսեք, հարգելի հեռուստադիտողներ, ինչ էին ասում իշխանությունները այդ ինքնիշխանության համար պայքարի եւ այդպես շարունակի շրջանակներում իրենք Արցախը հանձնում էին, ասում էին, բայց միևնույն ժամանակ մենք միջանցքը չենք տա, բայց մենք իմանում ենք հետեւյալը, որ 74%-ը բաժնեմասերի հայ-ամերիկյան կազմակերպության լինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, Արարատ Միրզոյանը ասում է ամերիկացիները մեծ ներդրում են անում։ Հարգելի ընկերներ, Հայաստանի Հանրապետությունից ավելի մեծ ներդրում չեն անում։ Հայաստանի Հանրապետության տարածքն է այնտեղ, ավելին փաստաթղթում նշված է հետևյալը, թե Հայաստանը ինչպես է մասնակցելու այդ նախագծին, ասում է հետևյալը, որ բացի տարածքից այնտեղ կետերով նշված է, այդքան էլ մեծ փաստաթուղթ չէ, կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ, այնտեղ կետերով նշված է եւ նշվում է տարածք եւ կանխիկ ներդրումներ։ Այսինքն մենք նաեւ ներդրում ենք կատարելու։ Այնպես չէ, որ այս ամեն ինչը լինելու է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների գումարների հաշվին։ Պարզապես Արարատ Միրզոյանը այս ամեն ինչը չի պատմում։ Ավելին, հարգելի հեռուստադիտողներ, այնտեղ կա կետ, որը վերաբերվում է բաժնեմասերի չափաբաժնի փոփոխությանը կամ նվիրատվությանը։ Պատկերացնենք մի օր ամերիկացիները որոշեն Թոմ Բարակի սիրելի ընկերներին Թուրքիայի ՄԻՏ-ի նախկին եւ ներկա ղեկավարների հետ համագործակցության շրջանակներում թուրքերը եւս ինչ որ մի ծառայություն մատուցեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ իրենք որոշեն այդ բաժնեմասերը նվիրել Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշեն նվիրել Թուրքիային, ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը կնդիմանա այս ամեն ինչին թե ոչ։ Եվ ամենակարևորը նաեւ մոտենալով արդեն կամած ավարտին անին այս ամեն ինչի մասին որոշակի առումով նաեւ խոսեց ու հղում անելով Նիկոլ Փաշինյանի խոսքերին կապված Պրահայում տեղի ունեցած պայմանավորվածություններին, ինչ է ստացվում հարգելի հեռուստադիտողներ, 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն ձեռք բերեց մեր արևմտյան գործընկերների հետ, այս դեպքում Եվրոմիության ներկայացուցիչների հետ, Ֆրանսիայի նախագահի հետ եւ հանձնեց Արցախը Ադրբեջանին եւ դա ներկայացվում էր այնպես որ դրանով մենք պահպանում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, վերջնարդյունքում մենք տեսանք որ Արցախը այլևս գոյություն չունի, հիմա էլ մենք եկել ենք ընդཐུպ մոտեցել ենք Սյունիքին, ընդཐուպ մոտեցել ենք Հայաստանի Հանրապետությանը։ Այդ իսկ պատճառով մենք պետք է արձանագրենք հետեւյալը, որ եթե TRIP նախագիծը ներկայիս կոնֆիգուրացիայով կյանքի կոչվի, մենք գալու ենք կանգնենք մի իրավիճակի առաջ, երբ որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ոչ միայն սահմանափակվելու է, այլ մենք կարող ենք ընդհանրապես հայտնվել մի իրավիճակում, ինչպիսի իրավիճակում հայտնվեց Արցախի Հանրապետությունը, ով դադարեց սկզբից լինել միջազգային հարաբերությունների սուբյեկտ, տարածաշրջանային իրադարձությունների սուբյեկտ եւ վերջում հայաթափվեց։ Մտածեք այդ մասին։